տացե ժամանակ ապաշխարելով եւ գործելով բարիս։ Ուղեսե եւ զառաջակակյանս է, շնորհք Սուրբ, հզորն եւ ողորմածն Հունվարի 18-ին տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ իր անդրանիկ պատարագը մատուցեց Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Ներկա էր Մասյացոտնի թեմի հոգևորականաց դասը, որը նախորդ օրը իր անվերապահ հավատարմությունն էր հայտնել Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու կարգին եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի առաքելությանը։ Որդիական մեր զորակցությունն ենք հայտնում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին, մեզ համար վավերական է 2026 թվականի հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը, որով ճանաչում ենք տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահի, ասվում էր նրանց հայտարարության մեջ։ Տարբեր համայնքներից ուխտավորաբար Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցի են եկել բազմաթիվ հավատացյալներ, իրենց սերն ու աղոթական զորակցությունը հայտնելու նորընծա առաջնորդին։ Ռուբեն Վարդապետը լավագույն մեր ուսանողներից է եղել, ինձ համար հատկապես ուրախալի է, որ ինքը հունարեն եւ լատիներեն է տիրապետում եւ այսօր որ խոսեց, որ մեր կյանքում պակասել է ուրախությունը եւ որքան կարեւոր է, որ մենք վերականգնենք դա, հունարեն մի ասույթ կա, այդպես միախառա, մի ուրախություն։ Դրա համար ինձ համար էլ այսօր մեծ ուրախություններ է այսօրվա պատարագին ներկա լինելու։ Հայր Սուրբին մաղթում եմ ուղիղ Աստծով ճանապարհ ի բարօրություն մեր եկեղեցու եւ մեր ժողովրդի։ Ռուբեն Վարդապետի մասին էլ շատ եմ լսել, միշտ դրական կողմերով, որպես լավ հոգևորական, լավ մարդ, նաեւ հարգանք իրան, որ ինքն անձամբ մատուցել է այսօրվա պատարագը, ցանկացա որ ընտանիքիս հետ կամ մասնակից լինեմ այսօրվա պատարագին։ Այս թեմ եմ եկել հաշտության օրակարգով, եկել եմ ծառայելու եւ ինչքան հնարավոր է պառակտումը եթե հնարավոր չլինի ամբողջությամբ փարատելու, բուժելու, գոնե հնարավորինս այս պառակտումը վերացնելու։ Իդեպ ձեզ ասեմ, որ իմ նշանակումը նաև իրենցով է պայմանավորված, որովհետև վեհապարը իրենց հարցրել է, ում եք պատկերացնում ձեզ առաջնորդ եւ իրենք մատնանշել են իմ անունը։ Եվ նաև ինչ որ իմաստով դա ինձ մղեց, որ ես ստանձնեմ այս առաքելությունը։ Հավատացյալների համար էլ առաջնային այդ օրակարգը աղոթում են, որ օր առաջ հարթվեն տարաձայնությունները եւ վերադառնան իրենց բնականոն հոգեվոր ընթացքին։ Պատարագիչն իր քարոզում անդրադարձավ աստվածային ամենակարևոր պատգամներին սիրուն եւ խոնարհությանը, հորդորեց աստվածային սերն ու խոնարհությունն ընդունել որպես անսասանօրինակ, քանզի Աստված խոնարհաբար ընդունեց իր խաչը, խաչվեց մարդկանց ձեռքով եւ շարունակեց իր հավիտենական կյանքը մեր փրկության համար։ Գիտեք շատ հաճախ քրիստոնյաներս ինչու են ծախողում, որովհետեւ մյուսներին չեն կարողանում վկայել քրիստոնեական ուրախությունը։ Եթե մենք ուշադիր նայենք ավետարանները, Քրիստոսի կյանքը սկսվում է ուրախությամբ, երբ ավետիսը տրվում է փրկչի ծննդյան, եւ ավարտվում է ուրախությամբ, երբ Տիրոջը ճանապարհում են երկին եւ ուրախությամբ վերադառնում են առաքյալները Երուսաղեմ։ Մենք պետք է մեր կյանքում ոչ միայն վերականգնենք մեր միասնությունը, մեր սերը, մեր փոխադարձ հարգանքը, այլ նաև մեր կյանքում պիտի վերականգնենք ուրախությունը։ Այո, աշխարհում շատ փորձություններ կան, հալածանքներ կան, գայթակղություններ կան, շատ վատ երևույթներ կան, որոնք մեր ուրախությանը ուղղակի սպառնում են, բայց Հիսուս մեզ ասում է. ամեն ինչ արեք, որ ոչ ոք եւ ոչինչ ձեր միջից ձեր ուրախությունը չխլի։ Լիաննա Չիչակյան, Վրամ Խանեմիրյան, Եկեղեցական կյանք։